Գրեթե մեկ ամիս առաջ հայաստանյան ռեստորաններից մեկում մեծ շուկով նշվեց Գուսան Արամ-Ասատրյանի թոռան գրծեր Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսը։ Արամ Ասատրյանը Սեթրակի որդին է, ով տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացել է։ Այս հարսանեկան կադրերը տարածվել էին համացանցով մեկ։ Բոլորը ջերմ խոսքեր էին հղում Սեթրակ Ասատրյանի որդու Արամի և նրա կնոջ Աննայի հասցեին։ Այս զույգը կարծես թե միանշանակ սիրվել է հանրության կողմից, միայն դրական մեկնաբանություններ կարելի է տեսնել համացանցում։ Հայաստանում իր հարսանիքը կազմակերպած զույգը արդեն գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն նրանք պատրաստվում են առանձին ապրել։ Հավելենք, որ Արամի մայրը Կարմենը ամուսնացած է արտականոնով տղամարդու հետ։ Նրանք բժիշկներ են, զբաղվում են էսթետիկ բժշկությամբ, ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունեն համատեղ դուստր, ում անունը Էլիզաբեթ է։ Համացանցի օգտատերերը ջերմ խոսքեր էին գրում նաև Կարմենի դստեր Էլիզաբեթի հասցեին, նշելով, որ նա իսկական գեղեցկուհի է։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել ենք այս հարսանիքի տարբեր կադրերը, թե ինչպես են մայր ու որդի հարսանիքի ժամանակ հուզիչ բառով հանդես գալիս, թե ինչպես է Կարմենը որդուն և նրա կնոջը երգ նվիրում երջանկայիշատակ Սեթրակ Ասատրյանի կողմից։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, թե որտեղ են իրենց մեղրամիսը կազմակերպել Արամն ու Աննան։ Նրանք սկզբում մեկնել են Մալդիվներ, ապա նաև մեկնել Դուբայ։ Հենց այստեղից Աննան պարբերաբար հրապարակումներով էր հանդես գալիս, ցույց տալիս, թե որքան ուշադիր և ջերմ է ամուսինն իր հանդեպ, որքան հաճախ է անակնկալներով և գեղեցիկ ծաղկեփնջերով ուրախացնում Աննային։ Այս ամենով Աննան կիսվում էր ինստագրամյան հարթակում, դե իսկ հետևորդներին այս ամենը իսկապես հետաքրքրում է։ Նրանք շարունակում էին ջերմ խոսքեր գրել զույգին, մաղթելով հարատևություն, մաղթելով, որպեսզի Աննայի և Արամի սերը տևի երկար տարիներ և այս ջերմությունն ու միմյանց հանդեպ ուշադրությունը երբեք չվերանա։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել ենք Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի և նրա ամուսնու Արտակի հրապարակումները ինստագրամյան հարթակում։ Բանն այն է, որ նրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու հարսանիքի տոնակատարությունը։ Նրանք այս ամենով կիսվել էին ինստագրամյան հարթակում, պատմելով, որ այնտեղ շարունակել են իրենց տոնակատարությունը փոքրիկ խնջույքի տեսքով։ Կարմենը հրապարակել էր Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի մասնակցությամբ լուսանկարներ և այդպիսով ջերմ խոսքեր հղել նրանց հասցեին։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ էլ նշել և տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական և թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքահուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ և զգացված ենք։ Լավ և հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ են մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի և մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։